Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Տեսակապով կզրուցենք Ռումինիո հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ եւ Բալկանյան երկրներում հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տեր-Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված բաբա, Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ մենք ալ ուրախ ենք, որ մեզ հետ կապ հաստատեք մեր հայրենիքը։ Սրբազան հայր հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստան իշխանությունների արշավը նոր թափ է հավաքել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ որևէ բանի առաջ կանգ չի առնելու եւ իր նպատակն իրագործելու է, այն է հեռացնել ամենայն հայոց կաթողիկոսին եւ նրան է միացել կարգալույծ մի հոգեվորական, որը հրաժարվում է դուրս գալ եկեղեցու տարածքից եւ արարողություններ է իրականացնում։ Ինչի հետ գործ ունենք եւ որքանով է այս ամենն ազդում եկեղեցու ներքին կյանքի վրա, թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Պետք է ասեմ, որ այսպիսի բան ընդհանրապես եղած է սովետական տարիներուն, Ստալինյան շրջանին, այսպիսի արարքներ դեղ ունեցած է, բայց մենք որպես հավատացյալներ 1700 տարվա եկեղեցի, մենք այսպիսի բաներն չենք վախնար եւ ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ ովևէ իշխանություն մեզ չի կարող վախեցնել եւ ինքը ոչ մեկ իրավունք ունի եկեղեցու ներքին կորձերու մեջ մտնալու, կաթողիկոս փոխելու, նոր կաթողիկոս նշանակելու, դա իր կորձը չէ, եւ մենք իրենք գզգուշացնենք, թող զգուշ լինի իր խոսքերը եւ իր արարքները միայն մեզի թեմ չէ, այլ Աստծո թեմ է, եւ Աստված համբերություն ունի, եւ Աստված կարող է մեկ անգամ այնպես անել, որ ընդհանրապես իր գործանումը եւ մեր թշպախտաբար Հայաստանի գործանումը դեղ ունենա իր ցերկերով թող ուշադիր լա սպյուրքը միշտ պաշտպան է մայրաթուր Սուրբ Էջմիածնի վեհապար հայրաբեդին եւ մենք բոլոր հոգեվորականները կոնե ես եւ իմ հոգեվոր եղբայրնից մենք բոլորս ալ օձումը ստացած ենք եպիսկոպոսական վեհապար հայրաբեդի ցերկով Վեհապար հայրաբեդը անցմը չէ, եկեղեցին է։ Ինչքան ալ ուզեմ, որ ասեմ մենք շարժում եկեղեցու թեմ չէ, շարժում եկեղեցու թեմ է։ Ոչ անցի թեմ է։ Վեհապար հայրաբեդը անց չէ։ Ես անց չեմ, ես եկեղեցին կներկայացեմ, կսեն Ռումանիա հայոց թեմը, թեմ եկեղեցի Ռումանիա հայոց եկեղեցին, դատեւ սրբազանը պետք է մտա, որովհետեւ դա է ինքն է կներկայացնի այդ եկեղեցին, որը վեհապար հայրաբեդը հայ եկեղեցին ինքը կներկայացնի։ Ուրեմն իր շարժումը եկեղեցու թեմ է եւ անգամ եւս գսեմ թող ուշադիրը լա որ դժբախտություն չբերե եւ իրեն եւ իր ընտանիքին եւ ազգին որովհետեւ այսպեսի բարակային Աստված կարող է այնպեսի բադիժ մտալ որ 7 բորդերը անոնք որոնք եկեղեցու թեմ ելած են իրենց 7 բորդերը պիտի անիզվին եւ իրենք դժբախտությունների մեջ պիտի ապրին Սրբազան հայր, իսկ կարգալույց հոգևորականի գործողությունների վերաբերյալ ձեր դիտարկումները որոնք են, առհասարակ ինչ է ուզում այդ մարդը, ինչու դուրս չի գալիս եկեղեցուց, նոր աղանդի հիմնադրման հետ մենք գործ ունենք։ Այո, Նիկոլ Փաշինյան դարբեր ջամփաներ փորձեց եկեղեցին դգարացնել, հիմա նոր ջամփա գտել է եկեղեցու մեջ գտնալ անցեր որոնք փորձեն եկեղեցին դգարացնել, անցեր որոնք վստահաբար գաշարված անցեր են անոնք, ինչ որ խոստումներ տված է իրենց Փաշինյանը եւ գկարծե որ գարկալույց կանաներով պիտի կարողանա հաջողության հասնի։ Մենք շատ այդպիսի օրեր տեսած ենք մեր պատմության մեջ։ Անոնք ինչպես բادرյակներն մեկ ասում է հովը գբերե հովնալ գդանե մենք այնպեսի եկեղեցի ենք այնպեսի գաթողիկոսություն ենք որ մեր արմատները այնքան խորն են հողի վրա ոչ մեկ փոթորիկ ոչ մեկ հով ոչ մեկ անձրև չի կարող դաբալել ուրեմն այդ գարկալույց քահանաները թող շատ իրենց հույսը չտնեն Փաշինյանի վրա Փաշինյան այսօր գա վաղը չգա հայոց եկեղեցին միշտ կա եւ իրենք հետո պատասխան պիտանա դուր համար Նրանց գործողությունները, նրանց կատարած արարողությունները որքանով են վավեր, որովհետև նրանք այս օրերին հանրությանը ակնհայտորեն մոլորեցնում են։ Հարությունը պետք է գիտակցի այլևս գիտեք արդեն մենք 30 տարի է որ սովետական Հայաստանեն անկախացանք դարձանք Հայաստանի ազատ հանրապետությունը եւ մեր ժողովուրդն աս 30 տարիներուն տասկին պետք է սորվի եկեղեցական գարկ ու կանոնը Ուրեմն եթե գարկալույց է նա իրավունք ունի ովևէ ձեզ կատարելու եթե ժողովուրդ գեդեվի այդ գարկալույցին ուրեմն իրենք ալ մեղքի մեջ են եւ իրենց բոլոր առողջությունները անբավեր է հրճակվում եւ մգրդությունը եւ բսակը եւ թաղումը եւ բادرակը եւ հաղորդությունը
Անոր համար իրենք պետք է այդ գիտակցություն ունենան եւ հասկանան, որ այդպես չէ։ Իրենք չեն կարող ասել, որ ժողովուրդը մեզ ուզում է կամ ժողովուրդը համաձայն է մեզ հետ։ Չէ, այդպես չէ։ Օծումը քահանան, վարդապետը, եպիսկոպոսը կստանա վերաթասեն, այսինքն Գաթողիկոսը գոձե եպիսկոպոսը գոձե վարդապետը, քահանան։ Ուրեմն, եթե մենք ուտանք, մենք առնելու իշխանություն ունենք։ Ոչ թե պիտի ինչպես իրենք գսեն, որ մեզ դված Աստված մեզ մե պետք է այդ օծում առնի, այդպես չէ։ Իրենք օծումը կրնան ունենալ եւ ունին, բայց այդ օծումը ի գադար ածելու իշխանություն չունին, իրենք չեն կարող ովևէ առողություն կատարել, որովհետև եպիսկոպոսը իրեն թաքցրած է այդ օրնությունից, զրկել է իրեն այդ օրնություն տալու իշխանությունը եւ ինքը այդ իշխանությունը չունի։ Եվ աստվածաբանական առումով եւ վեգեցապանական առումով հստակ է մեր եկեղեցու մեջ մենք կանոններ ունենք եւ այդ կանոնները իրենք պետք է լավ ընթերցեն։ Մենք չենք կարող ասել, որ եկեղեցին ժողովրդավարական եկեղեցի է։ Եկեղեցին ունի բուրգ ունի, այդ բուրգը հիմնված է երարխիայի վրա, հիմնված է երարխիայի վրա եւ գա Գաթողիկոս, նախ Քրիստոս, ապա Գաթողիկոս, եպիսկոպոս, քահանա, ժողովուրդ։ Ուրեմն, եթե այդ երարխիան քանթես, ամբողջ եկեղեցին կքանթվի։ Եվ մենք չենք կարող ժողովրդավարական ցևով որոշում կայացնել եկեղեցու կյանքի մեջ, կնշանակե մենք պիտի քանթենք հայոց եկեղեցին։ Եթե վեհապար հայրապետը ինձ ասա այսօր Սրբազան պետք է դու երթաս Սուդան ծառայելու, ես չեմ կարող ասել վեհապար դեր ես Ռումանիայում եմ շատ լավ եմ, ես ասե pedagogan ճաշտոն կգրեմ, ես ասե փող վարչապետի նույն իշխանություններ ունիմ աս երկրի մեջ։ Ես այստեղ շատ գեղեցիկ առաջնորդարան ունիմ, ես չեմ կարող, չեմ ուզեր երթալ Սուդան եւ իմ հավաքեմ քանի մհոգիներ իմ շուրջս եւ ասենք վեհապար դեր մենք ուզենք դատել սրբազան մնացել, ոչ, հրանքը գուքա, պետք է հրանքը գադարենք, ասա զինվորական գառույց է եկեղեցին։ Ինչ գսե ղեկավարը մենք բարդավոր ենք գադարելու, ուզենք թե չուզենք, նույնիսկ եթե մտածենք, որ դա մեզի բադիչ չէ, դա բադիչ չէ, միշտ Միշտ քահի վրա նստողը, եպիսկոպոսը, գաթողիկոսը եւ քահանան գիտե ճիշտ որում որտեղ նշանակել, որում որտեղ պետք է նշանակե, որպես եկեղեցին ավելի հաջողություններ արձանագրե։ Անոր համար մենք պետք չէ հասկանանք, եթե կան գարկալույցներ, որ գսեն վեհապար մեզի փոխանակ Երևան տալու մեզ ղրկեց ովևէ գյուղ, բայց այդ գյուղը նորեն հայերեն այդ քյուղը նորեն այդ վանքը պետք է զարգանա, այդ ժողովուրդը պետք է զարգանա, այդ ժողովուրդը պետք է հասկանա եկեղեցական կարգ ու կանոն։ Ոչ թե մենք բոլորս ա պիտի ձգտենք, ուրեմն սփյուռքի մեջ պետք է բոլորս երթանք ծառայենք Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, իսկ ամբողջ Հայաստանի հոգևորականներ երթան Երևան ծառայ, որտեղ գեղեցիկ մայրաքաղաք է, հանգիստ է, այդպես չէ։ Բոլորս ալ մենք ծառաներն ենք Աստուծո։ Եվ վեհապարը եւ եպիսկոպոսները, որում որտեղ պիտի նշանակեն, պետք է մենք հելու հնազանդ, որովհետեւ մենք ուխտ ըրած ենք, ամբողջական հնազանդություն անել։ Եվ դա պետք է գարկալուզները հասկանան, որ ցերնատության ժամանակ մենք հնազանդության ուխտ գնքած ենք, որ մենք պիտի հնազանդվենք մեր առաջնորդին Կաթողիկոսին։ Ուրեմն պետք է գարկալուզները այդ հասկանան։ Եվ այդ հնազանդությամբ է, որ եկեղեցին միջև այսօր գոյություն ունի։ Ոչ թե pedagogan օրենքներով կամ աշխարհիկ օրենքներով մեր եկեղեցի ղեկավարվի։ Հենց սա է Սրբազան հայր, երբ որ իրենք կարգվում էին, երբ որ օծվում էին, այդ ժամանակ ընդունելի էր իրենց համար այն անձը, ումից օծվում կամ կարգվում էին։ Հիմա այդ քահանան կարգալույս լինելուց հետո կրկնում են Փաշինյանի խոսքերը բացառապես, որ կարգալույս եղածը իրավունք չունի իրեն կարգալույս անելու։ Առհասարակ այս գործողություններով արդյոք փորձում են նաև եկեղեցու միասնականության վրա ազդել եւ որքանով կհաջողի դա նրանց։ Ես չեմ գազել, եկեղեցի միասնական է։ Եվ մենք հստակ վերջին մեր հանդիպումը եպիսկոպոսած ժողովին մենք բոլորս էլ ստորագրեցինք։ Մենք բոլոր եպիսկոպոսները մեծամասնությունը կարող եմ ասել բոլորը ստորագրեցինք, որ մենք Մայր Աթոր Սուրբ Էջմիածին կողքին ենք եւ մենք ունենք մեկ հայրապետ, նորին Սուրբ Օծություն դեր քարեկին երկրորդ վեհապար հայրապետն է, մեր հայրապետն է եւ պիտի մնա այնքան ժամանակ, ինչքան որ Աստված իրեն երկար կյանք տա։ Ուրեմն դա հստակ պետք է լա։ Ովևէ մեկը ովևէ իշխանություն, ովևէ պետություն իրավունք չունի
եկեղեցու ներքին գործերու խառնվելու, հայրաբեդ փոխելու, եպիսկոպոս դեղաշարժելու։ Դա ոչ ոքին իրավունք չէ դրված։ Դա թող հասկանան եւ թող չփորձեն մեզ այնպես անել, որ մենք սպիրկի մեջ սկսենք քայլեր գդարելու Հայաստանի իշխանության թեմ, թե գզգուշացնեմ իրենց։ Մենք սպիրկի մեջ շատ մեծ իշխանություն ունենք, բայց մենք չենք ընել այդ, որովհետև մենք իրենց մեջ չենք մտածել։ Մենք բոլոր մեր քայլերու մեջ կմտածենք Հայաստանի Հանրապետության հեղինակությունը բարձր պահելու։ Մի մորնակ, որ մենք բոլորս էլ այս երկրներու մեջ ունենք իշխանություն ունենք այս երկրների մեջ։ Բոլորս 15 տարի ես զարայել եմ այս երկրի մեջ։ Ես իմ բոլոր թուրերս բաց են։ Նախագահի հետ հանդիպելու, վարչապետի հետ հանդիպելու, pedagogan բոլոր մարմիններու հետ հանդիպելու։ Ես այդ կարողություն ունիմ, բոլոր եպիսկոպոսները այդ կարողություն ունին։ Բայց մենք երբեք չենք ուզել Հայաստանի Հանրապետությունը վարկապեկել, Հայաստանի իշխանությունը վարկապեկել, որովհետև մենք ավելի բարձր գաղափարներով օժտված անձինք ենք։ Իրենց նման չենք, ինքնենք փոքր հոգի են, մենք մեծ հոգի ունենք եւ մեզ համար կարևոր է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության հեղինակությունը եւ անգամ եւս գզգուշացնեմ իրենց անպես թող չնեմ, որ սպիրկը ոտքի գնա եւ սկսի այլ արակներ կատարել, որը իրենց համար շատ վատ կլինի։ Սրբազան հայր, իսկ հայ համայնքում տրամադրություններն ինչպիսին են հաշվի առնելով այս ամբողջ գործընթացները։ Հայ համայնքը շատ մտահոգված է, շատ մտահոգված է եւ իրեն կսպասեն, որ մենք ովևէ քայլ կատարենք։ Բայց նորեն գսեմ, մեզ համար շատ դժվար է երթալ Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմացույց անելու, Հայաստանի Հանրապետության դեսպանատունը քարգոծելու, Հայաստանի Հանրապետության դեմ խոսելու, որովհետեւ մենք հայրու դարիներ սպիրկի մեջ ապրելով 20 թվականի միջև այսօր նույնիսկ սովետական տարիներում մենք չենք փորձած այդ դնել, որտեղ մտածելով որ սովետական Հայաստանի մեջ կա 3 միլիոն հայախոս ժողովուրդ, Մայրաթոր Սուրբ Էջմիածին այնտեղ մենք միշտ փորձած ենք հակառակ որ մենք թեմ ենք միշտ եղած ենք սովետական իշխանության, կոմունիստական իշխանության, համայնավարական իշխանության, բայց մենք բայել ենք այդ գիտակցությունը, որ մեզ համար շատ կարևոր է այդ հայրենիքը եւ այս վերջին 30 տարիներուն մենք միշտ սադարել ենք Հայաստանի Հանրապետությանը։ Մենք միշտ սադարել ենք Հայաստանի բոլոր իշխանություններուն Լևոն Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այս իշխանությանը Երբ մենք երբեք չենք մտածած մինակ մեր եկեղեցու, մենք սպիրկի մեջ մեծ սադարում ունեցած ենք Հայաստանի Հանրապետությանը։ Մենք մեր գարույցները դված ենք որպես դեսպանատուն, մենք մեր միջոցներով կարողացած ենք իշխանությունները ցանոթացնել պետություններու, մեր իշխանություններու, Ռոմանիո կամ այլ երկրներու իշխանություններու հետ։ Ուրեմն այս բոլորը մենք արել ենք որովհետև մտածելով, որ եւ այդպես էլ կմտածենք միջև այսօր, որ մեզ համար առաջնային Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք չենք կարող Հայաստանի Հանրապետությունը քարգոծել, որովհետեւ դա ճիշտ չէ եւ իրենք բայց թող մեզ չստիպեն, որ մենք այդ քայլին թիմենք։ Սրբազան հայր, ամեն դեպքում իրենք արշավը բոլոր ուղղություններով են տանում։ Մենք ունենք այս պահին նույնիսկ կալանավորված հոգևորականներ բարձրաստիճան, ձերբակալում են եւ մտավախություններ կան, որ նույնիսկ այս ճանապարհով կարող են ամենայն հայոց կաթողիկոսի հետևից գնալ։ Արդյոք միջազգային կառույցներին չպետք է դիմել այս գործընթացում։ Նախ եւ առաջ այս բոլոր եպիսկոպոսներուն, որ սեն ցերպակալեր են, ովևէ օրինական բան չկա այնտեղ։ Դա վրեժխնդրություն է, հստակ է։ Որովհետև ինչ որ հերացային լսելով դու չես կարող մարդուն փանդարգել։ Ես ալ կարող եմ հիմա ցեզ ասել, կներեք, ոչ ճիշտ չէ սա, բայց կարող եմ ասել Նիկոլ Փաշինյանն ինձ ասել է վեհապար Հայրապետին թունավորեք։ Ես ցեզի գաթողիկոսական ցեզի հաջորդ գաթողիկոս կնշանակեմ։ Ուրեմն այս հիմա մեր խոսակցությունը պետք է առնվի եւ թադարան երթա եւ Նիկոլ Փաշինյան կանչեն ասեն փանդարգեցեք Փաշինյանին, որովհետեւ ինքը փորձել է գաթողիկոսություն թունավորել։ Դա ճիշտ չէ։ Դա պետք է ովևէ այսպիսի խոսակցություն որ գլա հերախոս պետք է գանչել անձը հաստատել բաստեր ունիք ովևէ մեկ կարող է ասել վեհապարը ինձ ասել այսպես այդպես չէ փաստեր կան լսած եք ուղակի վեհապար Հայրապետի կամ սրբազանի գողմից լսած եք ովևէ բան որ ասե դեր այդտուն պետք է դա ցույցի այդպես բան չի կարող լինի գիտեք ուղակի պետք է մարդիկ հասկանան եւ գուզեմ դուք ձեր միջոցով
Այսալ մարդիկ հասկանան, որ մենք ունենք նվիրաբեդական գարկ։ Մեր նվիրաբեդական գարկի մեջ մեր քահանաները, օրինակ երբ որ Ռոմանիո մեջ օրինակ ընդրություն լինի, քահանաներ գուքան սրբազան ինչ է ծեր գարձիկը այս որոնք կվեդան կամ ինչ կմտածեք, բայց մենք չենք ասում դերային պետք է տակ այս մարդուն դա ցերկվեն, այլ մենք ասում ենք մեր գարձիկը։ Եվ եպիսկոպոսները մտածելով որ սրբազան իրենց վերաթասն է, ավելի իմաստուն է, ավելի գասկնա, ուրեմն հարցնելով դա ոչ թե հրահանգ առնելը, այլ գիտնալու որ սրբազանի գարձիկը ինչ է եւ ըստ այնմ ուղղակի վստահաբար ասպես ալ եղել է սրբազանի հետ ոչ թե սրբազանը ասած է որ պետք է տակ անպայման ցույցերում մասնակցիկ Ը, եթե ինձ հարցնեն եթե հարցնեն սրբազան ինչ է ձեր գարձիկը ցույցերուն ես պիտի ասեմ ես համաձայն եմ ցույցերը պետք է ցույցեր տեղի ունենան բայց չի նշանակել, որ ես գիտե հրանքեմ կամ պիտի ասեմ, որ անպայման եթե չտակ ես ես գարկալուց կանեմ կամ կբաճեմ։ Այդպես չի եղած։ Մարդիկը պետք է հասկանան եւ այլևս այս ոճը որ կորզած է իշխանություն անթույլատրելի ոչ է։ Եթե ես այսպեսի բաներ պատմեմ եմ այստեղի իշխանություններուն, մեր վրա կխնդան, մեր վրա կձիզաղեն։ Այսպեսի բանով չես կարող հերացանի միջոցով ովևէ մեկուն թադաբարդել։ Ես կարող եմ ասել վաղը Ալեն Սիմոնյանը ինձ ասել է պետք է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի շենքը բարեք։ Սրբազան բարեք դուք Մայրաթոր շենքը մենք ցեզի հաջորդ գաթողիկոսը կընտրենք։ Լավ, այս իմսելով ուրեմն պետք է հիմա դուք որ մարդիկ մեզի կլսեն, այսօր պետք է գանչեն Ալեն Սիմոնին։ Ճիշտ է դատև սրբազան այսպես բան ասած ես։ Բայց այդպես չէ։ Այսինքն այսպեսի բաներ չի կարելի։ Խոսակցություններ ու միջոցով եւ այս խոսակցությունները ճշմարիտ չեն, սուտ են։ Այսպեսի բան չի կարող լինի։ Նույնիսկ եթե գաթողիկոսը ասված չնե փանդարվի, կմնա ամենան հայոց գաթողիկոս։ Փանդենալ գրնա ղեկավարը Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Եվ անշուշտ մենք եթե այդպեսի բան լա, քիծած եղեք մենք բոլոր եպիսկոպոսական դասը պիտի կանք Հայաստան։ Այսինքն եկեղեցին բոլոր հնարավոր զարգացումներին պատրաստ է այս իրավիճակում։ Եկեղեցին բոլոր հնարավորություն պատրաստ է։ Մենք զինվորյալ եկեղեցի ենք։ Սրբազան հայր հաշվի առնելով, որ հիմա փաստացի ամուսնացյալ քահանա է դուրս եկել եկեղեցու դեմ եւ Նիկոլ Փաշինյանն էլ որոշ ժամանակ առաջ հայտարարում էր այդ խելագար ծրագիրը, որ պետք է կաթողիկոսի տեղապահ նշանակվի ամուսնացյալ քահանա եւ այլն, կարող ենք արդեն հստակ ենթադրություն անել, որ այս ամենը նախապես պլանավորված է եղել եւ այդ մարդը փաստացի հավաքագրվել է, եթե այսպես կարող ենք ասել, Հայաստանի իշխանությունների կողմից։ Ես դերակցություններ չունիմ, ես իրենց նման չեմ ասել ովևէ հայտարարություն։ Ես եթե փաստեր չկան, չեմ կարող հայտարարություններ։ Ես իրենց պես չեմ երևակայական աշխարհով ապրելու։ Իշխանությունները երևակայական մտածողությամբ գաբրին, երևակայական մտածողությամբ երկիրը կղեկավարեն, իսկ մենք եկեղեցականները երևակայությամբ չէ։ Մենք ունենք փաստեր, հստակ կգարտան, կտեսնան, կլսենք մեր ագանջներով, մեր աչքերով կտեսնենք եւ ըստ այնը մենք գարձիկ կհայտնենք։ Ոչ թե իրենց բոլոր գարձիկները, որ կհայտնեն, ժողովրդի փողոցային խոսակցություններն են։ Եթե մենք այդպիսի փողոցային խոսակցություններով առաջնորդվենք, այսօր ես հազարավոր դեղեցություններ կգնամ դարձեզի իրենց մասին, իրենց ընտանիքի մասին, իրենց հարազատներու մասին, բայց մենք անոնք փաստեր չեն։ Եվ չի կարելի երկիրը իրենց գարձիկով երկիրը եկեղեցի ղեկավարես ժողովրդի փողոցի մեջ խոսքերով փողոցի մեջ խոսակցություններով Իսկ դուք արտաքին գործոն այս ամենի հետևում տեսնում եք, որովհետև ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի ակտիվ արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ հաջորդեց Փաշազադեի հայտարարություններին եւ նաեւ դա համընկավ այն օրերի հետ, երբ ամենայն հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում էր Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության հարցներ բարձրացնում։ Դուք այստեղ արտաքին գործոն տեսնում եք եւ նաեւ Թուրքիայի ղեկավարն էր պարբերաբար հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարություններ անում։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը չեմ գիտեր ինչ դասյարակություն է ստացել, բայց ինքը ունի հետևյալ քաղաքապարախոսություն ունի, ինքը փիլիսոփայություն է իրեն համար ստեղծած է, որ հայ մարդը ինչ պետք ունի հիշելու իր պատմությունը։ Հայ ժողովուրդը ինչ պետք ունի պայքարելու ցեղասպանության ճանաչման եւ հատուցման գործընթացին։ Արցախը մեզի համար փեր է։ Ուրեմն պետք է մենք այդ բոլորը մոռնանք
Օրինակ մեր պատմության մեջ մենք դիկրամեծ ունեցած ենք, ծովից ծով Հայաստան ունեցած ենք, Արցախ ունեցած ենք, բոլորը պետք է մոռնանք եւ մենք հալ ապրենք եվրոպացիներու պես, Եվրոպայի պես, Ֆրանսիայի պես, վայելենք կյանքը, ջամփորդենք երկրները, ը, ուրախ ապրենք, ուտենք, խմենք, վայելենք կյանքը, որովհետև մենք ունենք 100 տարվա կյանք եւ անոր համար Աստված մեզ տված է 100 տարվա կյանքը միան վայելելու համար ըստ իրեն փիլիսոփայությանը, բայց դա վտանգավոր փիլիսոփայություն է, դա վտանգավոր քաղաքապարախոսություն է, եթե հայ մարդը ասպես կմտածի, հայ մարդը 100 տարվա կյանք ունի եւ սփյուռքը կգործանվի եւ Հայաստանը կգործանվի, մենք ունենք, ես միշտ ասած եմ քարոզներուց մեջ, մենք համաշխարհային եւ համադիեզերական պատմության մեջ դեղ ունենք այսօր, հայ ժողովուրդը եկած է մարդկությունը փրկելու համար, ինչպես Նոյան դապանը եկավ մարդկությունը փրկեց, այսօր Հայաստանն ալա դա, այդ է Հայաստանի առաքելությունն եւ հայ ժողովրդի առաքելությունն է, որ ինքը ապրի այս աշխարհի վրա երկար դարեր։ Եթե չկա Հայաստան, չկա հայ ժողովուրդ, ապա չի լինի ոչ աշխարհը եւ ոչ էլ մարդկությունը։ Եվ դա գսեմ ոչ թե երևակայական մտածողությամբ, ես այդպես չեմ իրենց պես որ երևակայեմ կամ ինձի կհամոզեմ, ես գիտեմ, մենք պատմությունը գարտացել, մենք գիտենք մեր պատմության արժեքը, մեր ժողովրդի պատմության արժեքը։ Մենք պետք է ապրենք այս աշխարհի մեջ բայկարելով։ Աստված մեզ այդ տված է։ Մենք բայկարելու շնորհիվ է, որ մենք այսօր աշխարհի մեջ հայտնի ժողովուրդ եղած ենք։ Այսօր ովևէ եվրոպական երկիր կացեք, ասեք, որ ես հայ եմ։ Ամիջապես են, օ, դուք դարբեր ազգ եք, իմաստուն, խելացի, բայկարող, եւ բոլորը կգովեն մեզ, բոլոր ազգերը։ Ինչու, որովհետեւ մենք այդ գիտակցությամբ լեցված ենք, ազնվությամբ լեցված ենք, մաքրությամբ լեցված ենք։ Մենք ունենք առաքելություն այսօր աշխարհի մեջ, եւ անոր համար մենք պետք չէ մտածենք, մենք չենք կարող լինել մյուս ազգերու պես, միան ուտենք, խմենք, վայելենք այս կյանքը երաժշտություն լսենք, բարենք, ուրախանանք։ Ոչ, մենք ունենք բայկար եւ մենք այդ ուրախության անշուշտ չեմ ասել, բայց չէ ուրախանանք, պետք է ուրախանանք, բայց պետք է նաեւ գերտենք մեր նոր պատմությունը։ Մենք իրավունք չունենք մենակ ուրախությամբ ապրելու, որը այլապես գամած մեր երկիրը գարնեն մեր սերքեն, կմնա մեկ հատ մայրաքաղաք Երևանն է։ Եվ անոր համար պետք է մենք հայ ժողովուրդը գիտակցի, որ մենք բայկարելով է, որ մեր ինքնությունը պիտի բայենք։ Առանց բայկարելու չի լինի Հայաստանը, առանց բայկարելու սպիրկը չի կարող ապրիլ։ Անոնք, որոնք կբայկարին, պետք է բայկարին, անոնք, որոնք չեն ուզեր բայկարի, թող չբայկարին, թող գործվին։ Մենք 12 միլիոն ենք աշխարհի մեջ, եթե 1 միլիոն որոշել է, որ ինքը ուտել խմելով պիտի ապրի, թող դա ուտել խմելով ապրի մենակ։ Բայց մենք որպես ժողովուրդ, որպես հայ ազգ, մենք որոշում կայացուցած ենք, որ այս աշխարհի մեջ դեղ պիտի ունենանք։ Մեր հայրենիքը պիտի ունենանք, սփյուռքը պիտի ունենանք, Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը պետք է ունենանք, եւ մենք պետք է բայկարենք մեր առաքելությունը, մեր առաքելություն համամարտկային, համադիեզերական առաքելություն ունենք եւ պիտի շարունակենք այդ առաքելությունը։ Այնինչ որ Փաշազադեն, Ադրբեջան եւ Թուրքիան գահամոզեն Նիկոլ Փաշինյանին, որ գիտեք, մորցեք ասա բոլորը, հանգիստ գաբրինք իրար հետ եւ այլն, եթե մոռնանք հայոց ցեղասպանությունը, կնշանակե, որ մենք բադիժ կգրենք Աստծո գոմե։ Հայոց ցեղասպանությունը այն ազգը, որ կմոռնա իր պատմությունը, իր ցեղասպանությունը, կնշանակե, որ ինքը վերջագետ կտնե իր պատմությանը։ Եվ մենք անեծքի տակ գինանք, եւ անեծքի տակ գտնվող ժողովուրդը երկար չի կրնա պատմություն կերտել։ Այնինչ որ եղավ Բաբելոնի բարակային, Եգիպտոսի բարակային եւ ազգությունները հարյուրավոր ազգեր եկան պատմության մեջ գործվեցան։ Ինչու? Որովհետեւ այդ բոլոր ազգությունները մտածեցին ուրախ ապրելու գեր խմե վայելե կյանքը։ Եվ ուր է Բաբելոնը, ուր է Բյուզանդիան, ուր է Հռոմը, ուր է Ասորեստանը։ Բայց մենք այդ ճամփան չընտրեցինք, մենք ընտրեցինք բայկարի ճամփան, արդարության ճամփան եւ այսօր մենք գանք աշխարհի մեջ հազարավոր տարիներ յետքը մենք գոյություն ունենք այսօր աշխարհի մեջ։ Սրբազան հայր, ո՞րն է Հայաստանի ներսում հավատավոր ժողովրդի անելիքը այս իրավիճակում։ Հայ ժողովուրդը պետք է ոտքի գնա եւ պաշտպաներ եկեղեցին։
այլևս ուրիշ ճամփա չկա։ Եթե հայ ժողովուրդը չնեած, ուրեմն ինքն ալ պիտի անեծքի դա գնա։ Եվ ես շատ մտահոգված եմ, որ եւ ես ասեմ, դերևս ցեզի համար քիչ մը շոկային կլինի, բայց կրնամ ասել, մենք Ղարաբաղը գործունեինք այդ բաժարով այն ժամանակ, երբ ժողովուրդը սկսավ հայել հոգևորականներուն, իր եկեղեցու հովիվներուն։ Չի կարելի հայել հոգևորականներուն եւ եկեղեցու։ Քննադատել շինիչ քննադատություն մենք ընդունենք, բայց հայելը մեղք է։ Նախ ովևէ հայմը եւ իրավունք չունի Սուրբ Մեսրոպյան Մաշտոցի լեզվով, Սուրբ Մեսրոպի ստեղծած լեզվով հայելու ովևէ մեկուն։ Առավել եւս եկեղեցու հոգևորականներուն Գաթողիկոսին հայ ովևէ որտեղ տեսած եք ովևէ մեկ ազգ, որ իր հոգևորականը կհայու է, իր Գաթողիկոսին կհայու է, իր եպիսկոպոսներուն կհայու է։ Անոր համար մենք Արցախը գործունեինք եւ այդ բադիժը մեզի բադիժ մնե որ մենք անդրադառնանք մեր սխալներուն, մենք սիրենք մեր եկեղեցին, սիրենք մեր եղբայրներուն, մեր օգնենք մեր հարազատներուն։ Այսօր մենք գործունեած ենք սերը, մենք գործունեած ենք հավատքը, մենք բոլոր սրբությունները գործունեած ենք այսօր։ Մենք դադարված ենք սրբություններից։ Միան մենք կմտածենք ուրախ ապրելու։ Մենք չենք կարող ուրախ ապրիլ։ Դա մենք պետք է հասկանանք։ Մեր ուրախությունը պայքարելով է։ Մեր ուրախությունը սրբությունը բահելով է։ Դա է մեր ճանապարհը, որ մենք պետք է հասկանանք։ Եվ ժողովուրդը պետք է ոտքի գնա եւ իր եկեղեցին պաշտպանե, որովհետեւ եկեղեցին մենակ հոգեվորականներ չեն, հավատացյալներով է, որ եկեղեցի է։ Ուրեմն ժողովուրդը պետք է այդ գիտակցությունը ոչ թե մեր անձերը պաշտպանել, մենք անձ չենք։ Ժողովուրդը պետք է հասկանա, մենք անձ չենք, մենք եկեղեցին ենք։ Երբ այսօր կսեն Քարեկին Գաթողիկոսը աշխարհով մեկ ովևէ տեղ կացեք, ասեք Քարեկին Գաթողիկոս հայոց եկեղեցին կտեսնան։ Դատև սրբազան ասեք Ռումանիա հայոց թեմը կհասկանան։ Բուլղարիա առաջնորդական դեղաբահը կհասկանան Բալկանյան երկրներու հայրապետական պատվիրակը։ Ասպես է, դա է եկեղեցու գարկ, օրենքն է դա։ Մենք անց չենք, պետք է ժողովուրդը հասկանա, մենք եկեղեցին ենք, առանց օծյալ Գաթողիկոսի եպիսկոպոսներուն եկեղեցին կգործանվի, եթե չկա Գաթողիկոս, ով Միրոնը պիտի օծե։ Եթե չկա եպիսկոպոս, ով պիտի օծե եկեղեցիները, քահանաներուն ով պիտի օծե։ Ուրեմն այն ինչ որ Փաշինյանը կմտածի, դա սեկտային մտածողություն է։ Դա ազատ եկեղեցու մտածողություն է, որ սովետական միությունը փորձեց ստեղծել 20-ական թվականներուն։ Եվ ես գիտեմ, որ այդպես կմտածե իշխանությունը Հայաստանի, որ մենք պետք է փոխենք հայոց եկեղեցին, դարձնենք անգլիկան եկեղեցու նույն դեսագը, որ եկեղեցին կպատկանի իշխանությանը, ինչպես Անգլիա եկեղեցին կպատկանի թագավորին, ուրեմն նույն ցևով պետք է եկեղեցին պատկանի իշխանությանը եւ այլևս գուսագրոն պետք չունենք, բոլորը ամուսնացյալ գլա եւ Գաթողիկոսը ամեն 10 տարի անգամ կփոխեն։ Այդպես չի լինի։ Մենք այս մտածողությամբ մենք կգործանենք հայոց եկեղեցին։ Հայոց եկեղեցին 1700 տարի իմաստուն եկեղեցի է։ Բայել է ազգարկու կանոնը։ Գիտեր, հագարակ բոլոր դժվարությունները մենք թիմագայել ենք Բյուզանդիոն, Հռոմին, կաթոլիկության, ուղղափառության մենք բայկարել ենք, բայել ենք այս եկեղեցի միջև այսօր։ Եվ մենք ունեց աշխարհով մեկ 162 երկրների մեջ մենք եկեղեցիներ ունենք, թեմեր ունենք, գառույցներ ունենք եւ այս բոլորը մենք գրծած ենք գերտել աշխարհով մեկ եւ բայելով մեր բարձր հեղինակությունը։ Այսօր ովևէ ժողովի միջազգային երբ որ գտանք հայոց եկեղեցին իր մեծ թեր ունի կատարելիք։ Սրբազան հայր, շատ շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար եւ այսքան բովանդակային զրույցի համար։ Սիրով ուրախ ենք եւ կմաղթենք ձեզ ուժ եւ կարողություն եւ Աստված մեծ է, Աստված ջամփաներ կփանա եւ վստահ եք որ պիտի գտնեք փայլուն աբակամը։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։